նախատեսում են գնալ 3 ճամբարով, մաքսիմումը 4։ Այսօր երևում է այդ ճամբարներից երկուսը Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Երբ որ Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսեց որոշակի համախմբում ձևավորել Նոյան տապանի տեսքով, այդ ժամանակ Ռուսաստանում ամենայն հավանականությամբ հետևություն արեց, որ Գագիկ Ծառուկյանը ու Սամվել Կարապետյանը մեղմ ասած քերում են այն ձայները, ինչ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը 8%-ը կարող է չհաղթահարել։ Այսինքն դաշինքի շեմը, իսկ Ռոբերտ Քոչարյանը առանց դաշինքի չի կարող առաջադրվել, որտեղ ինքը կուսակցական չի։ Ու հույս ունեմ դիմում չի գրի դաշնակցություն ընդունվելու համար։ Կարծում եմ տեսբան կյանքում չի անի ինքը։ Ինչքան էլ դաշնակցությանը հարգում է, միևնույն է առեսօր դիմում չի գրել, թե ինչու թող դաշնակցությունը հարցնի, պատասխան ստանա, թե ինչի գաղափարները կիսելով այդ կուսակցության անդամ չի դառնում։ Եվ այս պարագայում Ռուսաստանը, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը հավաքեր 7,2%, ու շեմը չհաղթահարեր, 7,2% ռուսական քվեից Փոշյանում էր։ Եվ նաև այս համատեքստում է, որ այդտեղ այդ համախմբումը չստացվեց, պիտի փորձեն ինչ-որ առումով այն մարդիկ, ովքեր պիտի գնային Գագիկ Ծառուկյանի մոտ, այդ մարդկանց տեղափոխեն Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ այս կերպ, որ եթե հանկարծ փոշիացողը լինի 3-4%-ի սահմաններում փոշիանա, ոչ թե 6-7-ի համատեքստում։